Աստծուն վստահելու մեջ անասելի ազատություն կա։ Երբ ինչ-որ բան մեր սպասվածի պես տեղի չի ունենում, բարկանալու կամ վիրավորվելու փոխարեն կարող ենք վստահել, որ Նրա ծրագիրը մեր ծրագրից ավելի լավն է և որ Նա ի վերջո կփոխի մեր իրավիճակը հօգուտ մեզ (Հռոմեացի 8:28)։ Մենք պետք է հասկանանք սա, քանի որ երբեմն, երբ նեղության մեջ ենք, մենք կարող ենք վիրավորվել Աստծուց կամ այլ մարդկանցից, որոնք օրհնվում են։ Մենք կարող ենք ինքնաարդարացի վերաբերմունք ունենալ, որն ասում է «Ես ավելի լավ քրիստոնյա եմ, քան դու, ես եմ արժանի այդ օրհնություններին»։ Բայց ավելի ճիշտ կլինի վստահել Աստծուն և ասել. «Տեր, եթե ցանկանում ես, որ հենց հիմա ես այստեղ լինեմ, ես կժպտամ և կծառայեմ իմ տնօրենին, և գիտեմ, որ եթե դու ցանկանաս տեղափոխել ինձ, կարող ես անել դա քո կողմից որոշված ճիշտ ժամանակին։ Ես հասկացել եմ, որ Աստված մեզանից ավելի խելացի է, երբեմն Նա ուշացումով է տալիս մեր ուզածը, քանի որ այլ ծրագիր ունի, որն ավելի լավն է, քան այն, ինչ մենք կարող ենք պատկերացնել։ Եթե չլինեին կյանքից դժվարությունները, այն հանգամանքները, որ Տերը օգտագործում էր, որպեսզի օգներ ինձ աճել և փոխվել, ես ոչ մի դեպքում չէի կարողանա օգնել այն մարդկանց, որոնց օգնում եմ այսօր։ Աստված երբեք նեղությունից ազատ կյանք չի խոստացել, բայց անկասկած խոստացել է, որ երբեք չի թողնի և չի լքի մեզ (Եբրայեցի 13:5)։ Դժվարին պահերին մենք կարող ենք մխիթարվել իմանալով, որ Նա անասելիորեն սիրում է մեզ և արդեն իսկ ծրագիր ունի մեզ օգնելու համար։ Ուզում եմ խրախուսել ձեզ, որ հաստատ որոշում կայացնեք, որ ձեր կյանքի յուրաքանչյուր փուլը կվստահեք Աստծուն։ Երբ կյանքի փոթորիկների հարվածն եք կրում կամ և վերապրում եք այնպիսի բաներ, որոնք չեք հասկանում, դուք պետք է որոշեք վստահել Նրան, անկախ այն բանից, թե ինչ եք մտածում կամ զգում և անկախ այն բանից, թե ինչպիսին է ձեր հանգամանքները։ Եկեք աղոթենք. Տեր, շնորհակալ եմ, որ միշտ ինձ հետ ես, թե լավ պահերին, թե այն ժամանակ, երբ կյանքը դժվարանում է։ Խնդրում եմ օգնիր ինձ մոտենալ Քեզ, երբ ամեն ինչ անհասկանալի է թվում։ Ես վստահում եմ Քեզ և գիտեմ, որ Դու կօգտագործես այդ ամենը հօգուտ ինձ։ Աղոթում եմ Հիսուսի անունով։ Հիշեք, այն ինչով անցնում եք, ընդմիշտ չի լինելու։ Հիշեցրեք ձեզ, որ սա նույնպես կանցնի։ Եսայիա 41:10 Տերը հիշեցնում է. «Մի վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ։ Ես քո Աստվածն եմ, ես կօգնեմ քեզ»։ Հիսուսը ձեզ հետ է յուրաքանչյուր փոթորիկի մեջ։